Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, CVKM-ի տաղավարում Հանրապետություն կուսակցության քաղաքորդի անդամ Անահիտ Ադամյանն է, բարև ձեզ տիկին։ Բարև։ Շնորհակալություն մեզ սիրուն կալվելու համար։ Ես շնորհակալ։ Նախընտրական ակտիվ շրջան է քաղաքական դաշտում, տարբեր ուժեր հայտարարում են իրենց թեկնածուների անունները։ Երեկ երկրորդ նախագահը հայտարարեց, որ Հայաստան դաշինքի թեկնածուն ինքն է լինելու, Դաշնակցություն առաջ կուսակցությունների համատեղ վարչապետի թեկնածուն է։ Ինչ գնահատականներ ունեք, ինչքանով է սպասելի կամ անսպասելի է որոշումը ձեզ։ Ինտրիգ էին պահում դրա համար։ Շատ համաձայն եմ ձեզ հետ։ Իսկապես հետաքրքիր ժամանակներ ենք ապրում, բայց եթե փորձենք կողքից հայացք նետել այս ամեն ինչին, բավականին տաղտուկ է, որովհետև այն ամեն ինչի ինչ հետաքրքիր է կատարվում է աշխարհում, աշխարհաքաղաքական կտրվածքով, իսկ այն ամեն ինչ կատարվում է Հայաստանում, հիշեցնում դե ժավիո, դուք հարցնում եք անսպասելի էր, իհարկե անսպասելի էր, ում մտքով կանցներ, ընդհանրապես դարի գաղտնիքներ, թե ում կառաջադրեն, ով կդառնա ավելի ճիշտ, սեփական կուսակցություն չունեցող որ անհատը կդառնա Դաշնակցության խորհրդարանական ընտրությունների թեկնածուն։ Ինտրիգ իրականում չկար, բայց կա շատ մեծ տխրություն, որովհետև այս ամեն ինչը սահմանակցում է ցինիզմին։ Տեսեք, երեք Ռոբերտ Քոչարյանն ընդամենը 5 րոպեանոց ելույթ ունեցավ, փառք Աստծո, որ այդքան կարճ։ Ու այդ 5 րոպեի մեջ հասցրեց այնքան չարություն արտանետել, այնքան նեգատիվ հորդեց նրա այդ 5 րոպեներից դահլիճ ու թերևս նաև դահլիճից դուրս, որ մարդու մտքում չի տեղավորվում, մարդու ուղեղում չի տեղավորվում, եթե դու այդքան նեգատիվով ես գալիս, դու ինչ ես անելու, ընդհանրապես ինչու ես գալիս, որն է քո ծրագիրը, արդյոք կարող է ծրագիր լինել գործող իշխանությանը տապալելը, դա է ծրագիրը, և այդ ծրագրին պիտի գնան մարդիկ քվեարկեն, Ես չեմ հանդստանա միջև չհեռանան այս իշխանությունները։ Հա, գիտեք, այստեղ կա նաև այս իշխանությունները, ինչպես Ռոբերտ Քոչարյանն է ասում, մեղքը, որովհետև Ռոբերտ Քոչարյանի պես մարդիկ, Ռոբերտ Քոչարյանի պես նախկին պաշտոնյաները ընդհանրապես քաղաքական ասպարեզ վերադառնալու հնարավորություն չպիտի ունենային, բայց նրանք պահել են իրենց տնտեսական լծակները և սոսկ տնտեսական լծակների հիման վրա խաղում են անվերջ վերադարձ պիեսի բազում արարներ, ում հաշվին, պետության հաշվին, ժողովրդի հաշվին, այդ ձեր և իմ հաշվին, բայց դուք և ես հաստատ իրենց դա չենք արտոնել, ուրեմն ինչու են նրանք կարողանում այդ անվերջ վերադարձը բեմադրել, և ինչու են դառնում հիբրիդային պատերազմի զինվորիկներ օտար պետության ձեռքում, որի նպատակը ընդհանրապես Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության զարգացումը չի, Հայաստանի Հանրապետության զարգացումը չէ բացարձակապես, որի նպատակը տարածաշրջանում անվերջ ոչ խաղաղություն, ոչ պատերազմ վիճակ պահպանելն է, որպեսզի ինքը կարողանա ինչ-որ դեր ունենալ։ Ում համար է գաղտնիք Ռուսաստանի հեռահար և մոտակա նպատակների այդ, ինչ ասեմ, համապատկերը։ Արդյոք դա գաղտնիք է Ռոբերտ Քոչարյանի կամ այդ դաշտում հայտնված մյուս կուսակցությունների համար, նրանց համակիրների համար, բոլոր նրանց համար, ովքեր գնահատում են այդ կուսակցությունների շանսերը խորհրդարանում հայտնվելու։ Մութ չի, չէ։ Գիտեք, Հայաստանը շատ փոքր երկիր է մեծ գաղտնիքներ ունենալու համար, բոլորս գրեթե բոլորիս մասին ամեն ինչ գիտենք։ Եվ գիտենք ու ինչ, անում ենք եզրակացություններ։ Ես կարծում եմ, որ ընդամենը գիտենք և եզրակացությունների այս ամեն ինչից չենք հանգում, սա է ամբողջ, ինչ ասեմ, դրության կոմիզմը։ Տիկին Ադամյան, ինքն իր կառավարման տարիների մասին է խոսում, ասում է, որ այն ժամանակ անվտանգ էր, խաղաղ էր իր կառավարման տարիներին, դա ինչ խաղաղություն է, որ ինքն անընդհատ օրինակ սրա վրա է փորձում հենվել ու մեղադրել է իշխանություններին, որ նրանց գալով օրինակ սկսվեց պատերազմ, ըստ էության նաև կարելի ասել ցուցմունք են տալիս այս իշխանությունների դեմ, ինքն իր բազմաթիվ հարցազրույցներում նշում է, որ մեր իշխանությունների մեղքով է, որ պատերազմը սկսվեց, իսկ իր կառավարման տարիների այդ խաղաղությունն, այսպես ասած, որն էր։
Եթե Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցները կամ հայտարարությունները լսում ես, դու մտածում ես իսկ որ երկրում եմ ես ապրել ընդհանրապես, որտեղ դրանք բացարձակապես տարբեր երկրներ են։ Այն ամենը, ինչ մնացել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի մտապատկերում իբրև իր կառավարման տասնամյակ, իրականության հետ ընդհանրապես որևէ աղերս չունի։ Ռոբերտ Քոչարյանի իշխանության եկավ հոկտեմբերի 27-ով ու գնաց մարտի 1-ով։ Դա որևէ բան ասում է, կարծում եմ շատերին շատ ասելիք ունի, ընդամենը այդքանը։ Մենք դեռ մինչև հիմա Ռոբերտ Քոչարյանի որոշումների տակից չենք կարողանում դուրս գալ, մասնավորապես իր իշխանության վերջին օրերին, փետրվարին, Ռուսաստանի Դաշնությանը կոնցեսիոն կառավարման հանձնված երկաթուղու հարցը, որը հենց հիմա մեզ համար դամոկլյան սուր է դարձել։ Չենք կարողանում իր որոշումների տակից դուրս գալ։ Ռոբերտ Քոչարյանի օրոք Հայաստանի Հանրապետությունից թերևս եղել է արտագաղթի ամենամեծ ալիքը։ Այսինքն երկիրը ներսից դատարկվել է։ Մենք կորցրել ենք ոչ միայն տնտեսական ներուժը, որը նա փոշիացնում էր սրաններան գույքեր նվիրելով պարտքի դիմաց, այլ մենք մարդ ուժն ենք կորցրել, մարդ ուժը։ Եվ ժողովրդագրական պատկերին այնպիսի հարված է հասցվել Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, որը շարունակվեց իհարկե նաև Սերժ Սարգսյանի օրոք, որ մենք մինչև հիմա չենք կարողանում դրանից ուշքի գալ։ Ռոբերտ Քոչարյանի ինչի հիման վրա է ասում, որ իր ժամանակ պատերազմներ չեն եղել։ Իսկ ինչ էր ինքը առարկում, որ պատերազմներ լինեին։ Ռոբերտ Քոչարյանը շատ ավելի ճիշտ կանի, որ պատասխանի այլ հարցերի, օրինակ, իսկ ինչ է արել ինքը, որպեսզի համենայն դեպս 1999 թվականի հոկտեմբերի տվյալներով Հայաստանի Հանրապետության ամենամարտունակ բանակը տարածաշրջանում մնա մարտունակ։ Հենց Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք չի բալանս տարածաշրջանում խախտվել։ Արդյոք ինքը տեղյակ չի եղել այդ բալանսի խախտմանը ու ինչ է արել։ Բանակը մարտունակ պահելու համար ինչ է արել Ռոբերտ Քոչարյանը։ Արցախը պահելու համար ինչ է արել Ռոբերտ Քոչարյանը։ Դատարկել է Արցախը։ Արցախցիներով լցրել է Հայաստանն ու ընդարձակ Ռուսաստանի տափաստանները, թե տնտեսական ծրագրեր է իրականացրել Արցախում, վերաբնակեցրել է ազատագրված շրջանները, Արցախի տնտեսությունն է զարգացրել, որպեսզի այնտեղ ոչ թե 150, այլ 300,000 մարդ լիներ։ Դա է արել Ռոբերտ Քոչարյանը, դե թող պատասխանի այդ հարցերին։ Վերջին հաշվով գիտեք, հարցեր կան, որոնք ընդհանրապես պատասխանի կարիք չունեն, որովհետև երբ պատմությունը փակվում է, փակվող էպոխայի առաջ, դու արդեն ոչ թե հարցեր ես ունենալու այդ փակվածի նկատմամբ, այլ ապագայի նկատմամբ, բացվող էպոխայի առաջ։ Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Ռոբերտ Քոչարյանների այդ ամբողջ կաստայի, այդ ամբողջ կլանի դարաշրջանը փակվել է։ Մենք փակվող էպոխայից պետք է քայլ անենք դեպի բացվող էպոխան, ու այդ բացվող էպոխայի հարցերին պատասխանենք, որտեղ Ռոբերտ Քոչարյանիզմը ընդհանրապես որպես քաղաքական կատեգորիա, որպես քաղաքականություն վարելու ինչ-որ տարբերակներ քին արտաքին քաղաքականության մեջ որոշումներ ընդունելու հնարավորություն իսպառ պետք է բացառել, որովհետև այն հարվածները, որ Ռոբերտ Քոչարյանը հասցրեց նախ Արցախին, հետո Հայաստանին, երկրորդելու, երրորդելու իրավունք չկա, պարզապես չկա։ Ման օրինակ ասում է, որ մենք էլ ենք կողմ Ադրբեջանի հետ խաղաղությանը, բայց իր խոսքերը մեջ բերեմ, դա պետք է հիմնված լինի ոչ թե հորս արև մոդելի, այլ իրական երաշխիքների վրա, ինչ երաշխիքների մասին է խոսքը։ Ռոբերտ Քոչարյանը ստում է, պարզապես ստում է։ Ռոբերտ Քոչարյանի ամբողջ պատկերացումը աշխարհի մասին գիտեք որն է։ Հայաստանի Հանրապետությունը փոքրիկ, անզոր, թույլիկ-մույլիկ ինչ-որ գոյություն է, պետական կազմավորում չի, լավագույն դեպքում կազմակերպված պետություն է, որը ինքը շեշտել է մի քանի անգամ ներկա ելույթներում եւ որը 10 տարի ինքը փորձում էր կառուցել, ամբողջ
տնտեսությունը մի քանի ընտանիքի ձեռքում կուտակելով, կազմակերպված նա այդպես էր հասկանում, այդպես կազմակերպված պետություն է, որը չի կարող ապահովել իր անվտանգությունը, որը չի կարող արտաքին ինքնուրույն քաղաքականություն վարել, որի ամեն ինչը, ասենք, դուք ուզում եք ձեր դիմացի փողոցը ասֆալտել, դուք պետք է հարցնեք, իսկ Ռուսաստանը դրան երաշխավոր կանգնում է, իսկ Ռուսաստանը համաձայն է ընդհանրապես, որ ձեր փողոցները ոչ թե հողածածկ լինեն, այլ ասֆալտապատ, ինչպես կարելի է գրողը տանել։ Երաշխավոր Ռոբերտ Քոչարյանը պատկերացնում է այդպես։ Հնարավոր է այդպես, իհարկե ոչ։ Ու այն երաշխավորությունները, որ Ռոբերտ Քոչարյանը ակնկալում է, տենչում է, փորձում է, չգիտեմ, ստանալ Ռուսաստանից, մենք վաղուց արդեն ստացել ենք։ Թե ինչ երաշխավոր է Ռուսաստանը տարածաշրջանում, կարծում եմ ես չէ, որ պետք է ձեզ կամ որևէ մեկին հիշեցնեմ հենց Արցախի օրինակով։ Վերադառնանք Հայաստան, Հայաստանի Հանրապետության սահմանները Ռուսաստանի Դաշնությունը ճանաչում է, թե իր համար վիճելի տարածքներ են։ Ուրեմն ինչին պետք է երաշխավորի, վիճելի տարածքները անվիճելի դարձնելու, ինչին պետք է Ռուսաստանը երաշխավորի։ Ռուսաստանը խաղաղության ինչպիսի երաշխավոր է, ցույց է տալիս Ուկրաինայի օրինակը։ Եկեք հիշենք, որ Բուդապեշտյան համաձայնագրերով Ռուսաստանը Ուկրաինայի անվտանգության երաշխավոր էր, բայց դա չխանգարեց, որ Ռուսաստանը պարզապես հարձակվի Ուկրաինայի վրա եւ դա անվանի հատուկ գործողություն։ Այ նման մի հատուկ գործողություն Հայաստանի Հանրապետության նկատմամբ արդեն իսկ Սալավյովներն էին, չէ՞, մատնանշում։ Այո, անհրաժեշտություն կա։ Այո, բայց մեր բախտը այստեղ մի հարցում բերել է Ռուսաստանը Հայաստանի Հանրապետության հետ ընդհանուր սահման չունի։ Ես ինչպես նշեցի խոսքի սկզբում, ակտիվ վերադասավորումներ են քաղաքական դաշտում։ Հիմա երբ օրինակ Քոչարյանը խոսում է, որ ինքը վարչապետի թեկնածուն է, այնտեղ Սամվել Կարապետյանին են ինչ-որ ձև ուզում վարչապետ դարձնել, տեսական մի հարց քննարկենք, եթե օրինակ իրենց մոտ հնարավոր լինի այդ Գյումրի 2 հայտնի օպերացիան իրականացնել, Քոչարյանը կզիջի Սամվել Կարապետյանին։ Ես կարծում եմ անգամ տեսականորեն մենք այդ հարցը չպետք է քննարկենք, որովհետև Սամվել Կարապետյանի կուսակցությունը իրավունք չունի ընտրություններին մասնակցելու։ Սամվել Կարապետյանի կուսակցությունը առհասարակ ընտրություններին չպետք է մասնակցի, եթե Հայաստանի Հանրապետությունում գործում են օրենքներ, որովհետև բաց այդ օտարածին կապիտալ ունեցող կուսակցությունը չի կարող ընտրություններին մասնակցել։ Դեմ է Հայաստանի Հանրապետության օրենքներին, դեմ է Սահմանադրությանը։ Շատ լավ կուսակցություն ստեղծեցին, իրենք իրենց գաղափարախոսությունը հռչակել են, որևէ մեկը դրա դեմ առարկություն չունի։ Հայաստանի Հանրապետություն ժողովրդավարական երկիր է։ Ցանկացած գաղափարախոսության կարող են դավանել, եթե դա չի հակասում օրենքներին, եթե ահաբեկչական գաղափարներ չեն, բացահայտ թշնամական գաղափարներ չեն, ինչպես օրենքներն վկայում։ Բայց եթե դաշտում մենք ուզում ենք ունենալ մրցակցային ընտրություն, ժողովրդավարական ընտրություն, պարզ է, չէ, որ Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանը արդեն բոլոր հնարավոր օրենքները բազմիցս խախտել է եւ ստեղծել է բացարձակ անհավասարակշիռ, անհավասար պատկեր։ Համենայն դեպս, եթե վերցնենք միայն գովազդին հատկացված գումարները, արդեն իսկ ֆանտաստիկ պատկեր կարող է ունենալ մյուս կուսակցությունների համադրությամբ, նույն իշխանական կուսակցության համադրությամբ։ Այնպես որ եթե մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական ընտրողը իրոք ընտրություն ունենա, Սամվել Կարապետյանը չպետք է մասնակցի իր ուժեղ Հայաստանով ընտրությունների, առավել ևս, որ Սամվել Կարապետյանը, որը հռչակվել է ուժեղ Հայաստանի վարչապետի թեկնածու, եռաքաղաքացի է եւ Հայաստանի Հանրապետության գործող օրենքներով չի կարող պարզապես Հայաստանի Հանրապետությունում վերջին 5 տարում մշտապես բնակություն չունեցող եռաքաղաքացի անձը լինել վարչապետի թեկնածու կամ վարչապետ։ Ասում են հետո սահմանադրությունը կփոխեն, կհարմարեցնենք մեզ։ Գիտեք, այդ պարագայում մենք գնում ենք ծերուկ խոտաբիջի օրինակով, այ ինչ որ մի մազմորուկից կփոխի, սահմանադրությունը տաղ կփոխվի, ասում են նաև, որ ընտրվելու դեպքում Սամվել Կարապետյանը կհրաժարվի մյուս։ Իսկ ինչու հիմա չի հրաժարվում։ Հարց, ինչու հիմա չի հրաժարվում։ Կամ ընդհանրապես, գիտեք, մենք հարցը դնում ենք իրավական հարթության վրա, հարցը դնում ենք ֆինանսական հարթության վրա,
Բայց եկեք ինքներս մեզ հետ մի քիչ էլ արդար ու ազնիվ լինենք, իսկ կա բարոյական իրավունք։ Բարոյական իրավունք։ Ընդհանրապես ով է Սամվել Կարապետյանը, մեծն բարերար Սամվել Կարապետյանը, որ գա եւ Հայաստանի Հանրապետությունում փորձի դառնալ վարչապետ։ Չեն անցել այդ ժամանակները։ Ինչ բերեց Իվանիշվիլին Վրաստանի գլխին։ Եկեք համեմատությունների օրինակով փորձենք իրականությունը ավելի ակնհայտ դարձնել։ Միանշանակ է, չէ՞, որ Հայաստանի Հանրապետությունում 20-20-ի պատերազմից հետո, իդեպ 20-20-ի պատերազմի երևի թե բուն նպատակը Հայաստանի Հանրապետությունն էր, այդքան էլ Արցախը չէր։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ոչնչացումն էր։ Չեղավ, չէ՞, չստացվեց։ 21-ին ժողովուրդը գնաց ու ոչ ասաց իրենց դրացումներին։ Ժողովուրդը գնաց ու ընտրեց խաղաղության տարբերակը, չէ՞։ Ժողովուրդը գնաց ու վերընտրվեց պարտված, հրաժարական տված վարչապետին։ Հիմա արդյոք դա դաշ չի, դա այդտեղից ինչ-որ եզրակացություններ անելու տեղիք չի տալիս Ռուսաստանին։ Ես ձեզ հիշեցնեմ Մեդվեդևի բուրն զարմանքը, ես ոնց եղավ, ես ինչ եղավ, խփելու փոխարեն ես ինչ են անում։ Հայերը գիժեն մոտավորապես առածի չեն փոխանցում, բայց փորձեցին մյուս ծրագրերը զարգացնել, այդ դիմադրության շարժումները ակտիվորեն օգտագործելով Հայաստանի Հանրապետության Կրեմլի վկաների շարասյունները։ Ներքաշեցին այդ ամեն ինչի մեջ եկեղեցուն, ինչպես դա եղել է մյուս պետություններում։ Այդ չստացվեց, եկանք հասանք Իվանիշվիլու տարբերակին։ Այն Իվանիշվիլու տարբերակին, որ Մոլդովայում արդեն ձախողվել էր Իլան Շորի կերպարանքով։ Հիմա մեզ մոտ հայտնվեց Սամվել Կարապետյանը, եւ ես ձեզ վստահեցնում եմ, որ հերթական կենդար սյուրպրիզը Կիրենկոյի ինկուբատորից եւս ձախողվելու է, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում ես ուզում եմ դրան հավատալ, ինձ դյուրահավատ կամ ինձ միամիտ չհամարեք, ես ուզում եմ դրան իսկապես հավատում եմ եւ ուզում եմ, որ ինձ նման շատ շատերը հավատան, ոչ միայն անկախության սերունդն է մեծացել։ Անկախության սերունդը, որ ասենք այս կերպարներին չի տեսել, հիշողություն չունի, նոստալժի չունի, այլև իմ սերունդը, ինձ հետո եկող սերունդն է վերագնահատել իր կյանքը, վերագնահատել ինքնիշխանության գինն ու արժեքը, ու հասկացել, որ ինքնիշխանությունը ընդհանրապես որևէ համեմատության եզր չի կարող ունենալ, որևէ նժարի չի կարող դրվել, ընդհանրապես դա անսակար կարժեք է եւ ինքնիշխանությունը, ինչ ասեմ, միակ թերևս երկրի վրա միակ գոյությունն է, որի համար արժի է նաեւ մեռնել։ Ու այդ ինքնիշխանությունը պետք է պահպանել այսպիսի մարդկանցից։ Գիտեք, ինքնիշխանությունը նյութական ինչ-որ այս բաժակի պես չի, որ հիմա ես ասեմ, տեսեք, այս բաժակը մեր ինքնիշխանությունն է, այս բաժակը մենք պետք է պահպանենք։ Չէ, ինքնիշխանությունը սկսվում է քո մտածողության փոփոխությունից։ Ինքնիշխանությունը սկսում է քո արած քայլերից։ Ինչ որոշումներ ես դու ընդունում, ինչ ես դու հասկանում Հայաստանի Հանրապետություն ասելուց, ինչ ես դու հասկանում զարգացում ասելուց, ո՞րն է քո պատկերացումներով զարգացումը։ Այօնակ զբոսաշրջություն կզարգացնեմ, սպասարկման ոլորտ կդարձնեմ երկիրը, կամ էլ լավագույն դեպքում ինչ-որ շինարարություն կանեմ, թե տնտեսություն կզարգացնեմ, թե մրցունակ տնտեսություն կզարգացնեմ, թե ապրանքներ կարտահանեմ ոչ միայն ԵԱՏՄ-ի արդեն ինքնափլուզվող շուկա, այլև եվրոպական շուկա, այլև ասիական շուկա, վերջին հաշվով կօգտվեմ այս օգոստոսի 8-ի համաձայնագրից Հայաստանի Հանրապետությանը տրվող զարգացման եզակի շանսից եւ Հայաստանի Հանրապետությունը կդառնա կամուրջ աշխարհամասեր միմյանց միացնող ու բնականաբար այդ ենթակառուցվածքները, բնականաբար այդ ներդրումների, վիթխարի ներդրումների հոսքը երկիր ինքնաբերաբար ստեղծվող այդ ամեն ինչի արդյունքում ստեղծվող անվտանգությունը կօգտագործեմ։ Ու ամենակարևորը այս ամեն ինչի մեջ, գիտեք, այս ամեն ինչը հնարավոր է ժամանակի մեջ տեղավորել ու անել, բայց ամբողջ խնդիրը ժամանակն է։ Ամբողջ խնդիրը ժամանակն է։ Իսկ ինչքան ժամանակ է մեզ տրվում այս ամեն ինչը անելու համար։ Արդյոք մենք ունենք անվերջություն, մենք անվերջություն չունենք։ Եվ մենք շատ պետք է արագացնենք մեր քայլերը, որովհետև ինչպես տեսնում եք աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, չափազանց տուրբուլենտ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները
Շահերը շատ արագ են փոփոխվում, քանի դեռ մենք շահերի համընկնում ունենք, քանի դեռ մեր առաջ բացված են դռները, մեզ տրված է բաց դռներով ելումուտ անելու հնարավորություն, մենք պետք է նոր դռներ բացենք, մենք պետք է իսկապես գնանք արդյունաբերության զարգացման, որովհետև միայն այդ պարագայում մենք կարող ենք ապահովել մրցունակ տնտեսությունը ցանկացած պետության, ցանկացած ժամանակ ցանկացած պետության ինքնիշխանության հիմքն է, բանակի հիմքն է։ Մենք անverջ ասում ենք, որ բանակը մեր անվտանգության թիվ 1 երաշխավորն է, իհարկե բանակն է, հենց մեր բանակը, Հայաստանի Հանրապետության ազգային բանակը մեր անվտանգության թիվ 1 երաշխավորն է, բայց արդյոք մեր բանակը մեր անվտանգության միակ երաշխավորն է, իհարկե ոչ։ Մենք դա պետք է ամրագրենք տնտեսությամբ, մենք դա պետք է ամրագրենք արտաքին քաղաքականությամբ, մենք դա պետք է ամրագրենք ժողովրդագրական պատկերով վերջին հաշվով։ Ու այս ամեն ինչի համախումբը, երբ փորձում ես բերել, դարձնել ծրագիր, դարձնել կոնցեպտ, դարձնել զարգացման, ընդհանրապես երկարաժամկետ զարգացման ծրագիր, լրիվ փոխվում է պատկերը, փոխվում է քո անելիքը, փոխվում է ինքնիշխանության քո գիտակցությունը, անգամ փոխվում է քո եսի գիտակցությունը, դու հասկանում ես, որ դու պետք ես քո երկրին, քո երկիրը քեզ համար միակն է, դու այլտեղ զարգանալու, զարգացնելու, քո երեխաների ապագան ապահովելու այլ երկրի շրջագծում որևէ հնարավորություն չունես իրականում։ Հիմա մեզ շատ այսպիսի լավ ծրագրեր կխոստանան այս նախընտրական շրջանում առաջադրված կամ ցանկություն հայտնած քաղաքական ուժերը, ձեր կարծիքով մեր քաղաքացիները ինչպես կարող են այսքան մեծ զանազանության մեջ կողմնորոշվել։ Դուք ինձ մոտավորապես մի հարց եք տալիս, թե ինչու պետք է ասենք ընտրեն։ Ես փորձում եմ հարցը վերաձևակերպել, ինչու պետք է ընտրեն Հանրապետություն կուսակցությանը։ Դա ինձ համար շահեկան ձևակերպում է։ Ասեք, մի անգամ ճիշտ եք։ Չերչիլը ճիշտ էր ասում, ամեն ինչից ստում են որսից հետո ընտրություններից առաջ։ Ու Չերչիլը այս պարագայում անմահ է, գիտեք, իհարկե առաջարկում են տարատեսակ ծրագրեր։ Այնպիսի ծրագրեր են առաջարկում, ոչ ուզում ես ուտես, ոչ խմես, ես պարզապես այդ ծրագիրը լինի, դու ոչ մի բան չանես ու երջանիկ ապրես։ Բայց եկեք հասկանանք այդ պոպուլիզմի, անսահման պոպուլիզմի, այդ դեմագոգիայի եւ այդ սոփեստության տակ ինչ իրականություն կա։ Իրական ինչ կա։ Այ օրինակ Հանրապետություն կուսակցությունը ունի A5 ծրագիր, ու այդ A5 ծրագրի մեջ անվտանգությունից մինչև ապագա երկրի զարգացման ամբողջ շրջագիծը կա ժամանակի մեջ, տարի առ տարի ֆիքսված։ Եվ ես կարծում եմ, որ երբ մենք այդ ծրագիրը հրապարակենք իր իրականացման ռեալ մեխանիզմներով, երբ ընտրողը համադրի ոչ թե այս վերջին տարում կամ նախավերջին տարում, այլ համենայն դեպս գոնե, որ վերջին տասնամյակում Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի առաջարկած տնտեսական ծրագրերով, քաղաքական ծրագրերով, օրինակ 21 թվականին պատերազմից հետո 2020-ից հետո ստացված իրավիճակում երկիրը ճգնաժամից դուրս բերելու առաջարկը արտահերթ ընտրությունների առաջին արել է Արամ Սարգսյանը։ Քաղաքական, տնտեսական, մշակութային, պատմական բոլոր հարցերի լուծման վերաբերյալ Հանրապետությունը անդադ առաջարկներ է արել ու մենք նոր չի որ որոշել ենք այս երկիրը զարգացնել, նոր գլխի ընկանք ընտրություններ են գալիս, նոր Հայաստան կա ընդհանրապես, ընդհանրապես Հայաստան կա, էլ ու մենք էլ գիտեք դե կներեք հայ ենք, չէ։ Այն բոլոր կուսակցությունները, որ տասնամյակներով արել են առաջարկներ, որ տասնամյակներով որևէ խրթին հարցից չեն խուսափել, պատասխանատվությունից որևէ չեն խուսափել, իրենց ասածին տեր են եղել, այ հաջողությունը պետք է լինի այդ կուսակցություններին։ Ոչ թե նորաստեղծ բացարձակապես անհայտ քաղաքական ուժերին, որոնք գալիս են սոսկ ֆինանսի հիմքով եւ գալիս են սոսկ իշխանություն պոկելու նպատակով։ Իսկ հետո ինչ են անելու այդ իշխանությունը, որևէ պատասխան այդ հարցին չունեն, որտեղ եթե մենք վերադառնալու ենք կազմակերպված պետության, կամ եթե մենք վերադառնալու ենք Ռուսաստան ու Չինաստան երաշխավոր ունենալուն, դա նշանակում մենք գնում ենք ոչ մի տեղ։ Դա է նշանակում։ Եվ կարծում եմ ընտրողի համար հստակ իսկապես հստակ ուղենիշներ կան։ Ընտրողը այստեղ առանձնապես մեծ ընտրություն չունի, եթե վարձավճարված չի։
Եթե չի աշխատելու օդից փող համակարգը, որին այո, իրենք մղում են եւ հենց այդ օդից փող համակարգը աշխատեցնելու մասին նաեւ ազգային հակահետախուզության ծառայության հայտարարությունը, եթե ուշադիր լինեք, դրա մասին է նաեւ այն հայտարարությունը, որ Եվրամիությունը պետք է հիբրիդային պատերազմի դիմակայության համար փորձագիտական խումբ ուղարկի Հայաստանի Հանրապետություն, որի դեմ իհարկե բնականաբար Կրեմլի բոլոր վկաները այնպես են ընդվզում, կարծես եվրոպացիները եթե եկան այստեղ, դա իրենց վերջն է։ Դե ասում են ընտրությունները չսկսած արդեն կեղծում են, Եվրոպան օգնում է, Լևոն Տեր-Պետրոսյանը ձևակերպումն ընդհանրապես Փաշինյանի արևմտյան տերերը ամեն ինչ կանեն, որ Ոչինչ որ ընտրությունները չսկսած, իրենք արդեն ընտրությունների պատկեր են կեղծում։ Ոչինչ որ ընտրությունները չսկսած, իրենք արդեն իսկ ընտրակաշարք են բաժանում։ Տարատեսակ գրասենյակներում գրանցված աշխատողների տեսքով, որոնք դե ֆակտո ոչինչ էլ չեն անում։ Մուտչի չէ, ամեն ինչ բոլորս ասում եմ, Հայաստանը իսկապես փոքր երկիր է։ Բոլորս մասին ամեն ինչ գիտենք, բոլորս աչքի առաջ ենք։ Ինչի մասին է խոսքը։ Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը ընդհանրապես, եթե սեփական համագումարին չի գնում ու նորից վերընտրվում է նախագահ, եթե սեփական վարչապետի տեխնացուին դնում է մի կողմ ու ասում է համախմբվեք Սամվել Կարապետյանի շուրջ, գիտեք, ես Լևոն Տեր-Պետրոսյանի ընդհանրապես ասելիք չունեմ։ Ընդհանրապես, որովհետև մարդը իր ամեն քայլում հակասում է ինքը իրեն։ Եվ ընդհանրապես չի հակասում օրինակ այն արժեքներին կամ սկզբունքներին, որով որ ձևավորվեց գոնե Հայազգային կոնգրեսը 2007 թվականին։ Օրինակ այն մարդիկ, որոնք որ փողոց էին դուրս եկել, շարժումը ձևավորվեց եւ այլն, արդյոք նրա համար էին դուրս եկել, որ 15 թվին մի օլիգարխի օրինակ դեմոկրատական հեղափոխություն անելու համար չստացվեց, մյուս օլիգարխները եկեք հիմա էլ Սամվել Կարապետյանի շուրջ համախմբվենք, երևի մյուսին մի ուրիշ օլիգարխի անուն կտա, ոնց բնութագրենք սա։ Գիտեք, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում էր մեղադրել վարչապետին այլ երկրներում տերեր ընտրելու մեջ, չհասկանալով, որ Հայաստանի Հանրապետությունը տեր չի որոնում։ Հայաստանի Հանրապետության համար կարևոր են իր իրական դաշնակիցները, գործընկերները, ոչ թե տերերը, այնպես էլ ինքն է տերեր որոնում, որովհետև ինքը դադարել է տեր լինել, ինքը գիտեք, երբ դադարեց տեր լինել, երբ հրաժարական տվեց։ Որևէ մեկը իրեն հրաժարական չէր պարտադրում, ինքը հրաժարական տվեց, ավելին։ Ինքը առաջինը չարժևորեց Հայաստանի բանակի, Հայաստանի ժողովրդի, հայ ժողովրդի հաղթանակը, չարժևորեց։ Որոշեց այդ ամեն ինչը դնել, չգիտեմ ում ոտքերի տակ ու ինչի համար։ Ու թող այդ մասին Լևոն Տեր-Պետրոսյանն շատ երկար մտորելու կարիք ունի։ Արդյոք ինքը չոչնչացրեց իր ողջ քաղաքական կապիտալը։ Ինչ արեց ինքը այս երկրի այս պետության հետ, լինելով հիմնադիր նախագահ։ Արդյոք մենք սրան էինք արժանի։ Արդյոք այն բոլորը, որ հավաքվում էին Ազատության հրապարակում շեփորի կանչով, այդ բոլոր մարդիկ ում համար վերևում Աստված էր ներքևում Լևոն Տեր-Պետրոսյանը, հետո դավաճանված, խաբված չզգացին իրենց, մոլորեցված չզգացին իրենց։ Շատ հարցերի Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է պատասխանի։ Հիմա փաստորեն մի կողմում իշխանությունն է, մի քանի ուժ, այդ թվում նաև Հանրապետություն կուսակցությունը, որոնք որ կողմ են խաղաղության օրակարգին, առաջարկություններ են ներկայացնում եւ այն կուրսին, որ ունի սորվա իշխանությունը, մյուս կողմում բազմաթիվ պրոռուսական ուժեր, որոնք ակնհայտորեն ունեն Կրեմլի աջակցությունը, եկեղեցին նաև ներգրաված այս process-ներում որոշակի։ Ձեր կարծիքով ինչպես է հնարավոր, օրինակ, կազմակերպել այնպես, որ սա ընտրողների, քաղաքացիների վրա ազդեցություն չունենա, այն ռեսուրսներ են, ճնշումներ են, հիբրիդային գրողները, որոնք որ այս տեխնատուների միջոցով Մոսկվան աշխատեցնում է հիմա։ Թեթևակի սրբագրեմ ձեր ասածը, որ նրանք չունեն Կրեմլի աջակցությունը, նրանք ունեն Կրեմլի հրահանգը։ Աջակցությունը այդտեղ շատ մեղմ է ասված, նրանք ունեն Կրեմլի ուղիղ հրահանգը։ Իսկ Կրեմլի ուղիղ հրահանգը մեկն է, Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի հեղաշրջում։ Եվ դա տրամաբանական շարունակությունն է 2020-ի պատերազմի։ Կկազմակերպեն, հաջողության կհասնեն այս բոլոր հրոսակախմբերը։ Դա կլինի հայ ժողովրդի պարտությունը։ Այդ դրանով պետք է ժողովուրդը առաջնորդվի։ Ինքը ուզում է պարտվել, ինքը ուզում է պատերազմ, ինքը ուզում է կորուստներ։ Դրանով պետք է ժողովուրդը առաջնորդվի, եթե ուզում է, եթե համաձայն է։
Գիտեք, հիմա շատերն են խոսում, անգամ Ռոբերտ Քոչարյանն է խոսում եռաբլուր եռապատկելուց։ Իմ կարծիքով դա սրբապղծություն է, երբ Ռոբերտ Քոչարյանը խոսում է եռաբլուրից։ Իսկապես սրբապղծություն է, որովհետև չգիտեմ, ես դժվարանում եմ այդ մասին խոսել։ Իսկապես դժվարանում եմ, որովհետև ինձ համար եռաբլուրը առաջին հերթին ցավ է։ Անպարագիծ ու անփարած ցավ։ Բայց երկրորդ հերթին եռաբլուրը ինձ համար գիտեք հաղթական կամար է։ Հաղթական կամար առայն, որ մենք ունենք Հայաստան։ Ունենք այդ գիտակցությունը ժողովուրդը, կարծում եմ ունի, վստահ եմ ունի։ Գիտեք ինչի ունի, որովհետև չի կարող չտեսնել այն վերջին պատերազմների դրոշների, չի կարող չտեսնել ու չհասկանալ այդ դրոշների իմաստը որն է։ Ինչն է այդ դրոշների խորհուրդը։ Ու եկեք ժողովրդին չհամարենք բիոմասա, որը ընդհանրապես առաջնորդվում է ով շատ տվեց ձայնս նրան սկզբունքով, ոչ։ Ես մի քիչ առաջ էլ ասացի, ուզում եմ հիմա երկրորդեմ, երրորդեմ ու ես դա անverջ կրկնելու եմ, այո։ Հայաստանի Հանրապետությունում մեծացել է անկախության սերունդը, որ ունի բացարձակայլ արժեքներ։ Անկախության սերնդի համար անկախությունը իրապես արժեք է։ Եվ Հայաստանի Հանրապետությունում Փառք Աստծո ժողովրդի մեծամասնությունը չի կարող չառաջնորդվել սեփական պետությունը պահպանելու թեկուզ բնազդային, որովհետև եթե դու կորցնում ես այդ բնազդը, դու իսկապես շատ մեծ կորուստների առաջ կարող ես կանգնել։ Մենք պիտի պահենք մեր անկախությունը։ Մեր անկախությունը չպահելու գինը լինելու է այն ինչ որ եղավ Արցախի հետ։ Մեր աչքի առաջ մենք դա տեսանք։ Եվ մենք դրանից պետք է եզրակացություններ անենք։ Ու մենք դրանից պետք է հասկանանք, որ մեզ համար գերկարևոր է ժամանակը, մեզ համար գերկարևոր է մեր պրոֆեսիոնալ բանակի զարգացումը, մեզ համար գերկարևոր է տնտեսության զարգացումը, արդյունաբերության վերագործարկումը, ռեալ սեկտորի վերագործարկումը, ու այդ ամենի հանրագումարում բնականաբար փոխվելու է ժողովրդագրական պատկերը։ Հայաստանի Հանրապետությունը այսօր ունի իրական դաշնակիցներ։ Այդ իրական դաշնակիցներից առաջինը ես ուզում եմ ասել Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ամերիկայի Միացյալ Նահանգների շնորհիվ, որ հիմա տարածաշրջանում այդ տեսնում եք ինչ է կատարվում, բայց Հայաստանի Հանրապետությունը խաղաղության կղզի է։ Դե դրանում էլ են մեղադրում, ասում են ինչի՞ չեք Իրանին օգնում, զանգեք ստեղ, զանգեք ընդեղ, ինձև այդ հարցը լուծեք։ Ժամանակին իրենք ինչու չկանխեցին Իրաք պատերազմը։ Դե թող կանխեին, զանգեին ստեղ ընդեղ։ Սադամ Հուսեյնին մի երկու բան ասեին, ինչու չարեցին։ Լավ ռուս վրացականն ինչու չկանխեցին։ Դե թող կանխեին։ Իրականում իրենք ոչ թե ասում են, էս արեք, են արեք։ Իրականում իրենք ուզում են, որ Հայաստանի Հանրապետությունում էլ պատերազմ լինի, որովհետև միայն պատերազմի պարագայում իրենք կարող են պահանջարկված լինել ասել, դե մենք ասում էինք, չէ՞։ Որ սա կեղծ խաղաղություն է։ Այո, սա կեղծ խաղաղություն է, այս խաղաղությունը երաշխավոր չունի։ Բերեք Ռուսաստանին, ռուս ամեն զինվորի կանգնեցրեք Հայաստանի Հանրապետության տարածքում ամեն մի մետրի վրա եւ կտեսնեք, որ ամեն ինչ լավ կլինի։ Դա է իրենց ասելիքը։ Ինչքան վատ Հայաստանի համար, այնքան լավ իրենց համար այս սկզբունքով։ Բայց այստեղ գիտեք, այստեղ այնուամենայնիվ մի որոգայթ կա։ Իրենք չեն հասկանում, թե իրենք ինչ են ուզում բերել նաեւ իրենց գլխին։ Որովհետեւ եթե Հայաստանի Հանրապետությունը իսկապես ինքնիշխան պետություն դադարի լինել, Հայաստանի Հանրապետությունը դառնա գուբերնիա, իրենք ով են լինելու։ Իրենք փորձելու են, կարողանալու են ազատ խոսքի ինչ-որ դրսևորում ունենալ, տեսակետ արտահայտել։ Իրենք իրենց, ինչ ասեմ, բազմահարկերի առաջին հարկում չեն հայտնվելու ինքնակամ, իրենք չեն ունազրկվելու, իրենք չեն արտաքսվելու երկրից։ Եկեք հասկանանք Ռուսաստանի Դաշնությունում ինչ է կատարվում ընդհանրապես։ Իրենք դառնալու են իրենց երկրում ինոագենտ։ Դե եթե իրենք ուզում են իրենց երկրում ինոագենտ լինել, մենք չենք ուզում։ Եվ մենք դա թույլ չենք տա, վստահաբար։ Շատ շնորհակալություն Տիկին Ադամյան հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, որ CVKM-ի տաղավարում հյուրընկալել է Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանին, բաժանորդագրվեք CVK-ի YouTube-յան ալիքին, մեր մյուս հարցազրույցները բաց չթողնելու համար կհանդիպենք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։